Բայց իմացաք, սիրելի ժողովուրդ, Հայաստանը այնպիսի թռիչքաձև զարգացում է ապրում, որ շուտով, մյուս տարի, ծայրահեղ աղքատությունը վերանալու է։ Ընդ որում, ձեզ ասեմ, որ ծայրահեղ աղքատությունը չի վերացել նույնիսկ ամենազարգացած երկրներում, բայց այ Հայաստանում վերանալու է, կասկածող լինի։ Դա ասում է մեզ հմեկը, նայելով այս տեղեկությունը մոտ տպավորություն էր, որ մենք լսում ենք սովետական Պրավդա, բայց ինձ թվում է, որ նույնիսկ սովետական Պրավդան մսուր մանկապարտեզ իր այս քարոզչությամբ համեմատած Նիկոլ Փաշինյանի քարոզչության։ Հետաքրքիր պաշտոնական թվեր են ներկայացնում, ուրեմն տեսեք, աղքատության ընդհանուր թիվը նվազել է, ծայրահեղ աղքատությունը դե շուտով վերանալու է, բայց չգիտես ինչու, ծայրահեղ աղքատության ցուցանիշը մոտ է ամենազարգացած երկրներին, բայց այ աղքատության ցուցանիշով մենք Բանգլադեշի եւ Պակիստանի մակարդակում ենք։ Այդ համեմատությունները ես քիչ անցկան եմ ուղղակի լսենք ռեպորտաժից մի հատված, որպեսզի չասեք թե օդից բռնած բաներ եմ ասում։ Եթե 2 տասնամյակ առաջ Հայաստանում յուրաքանչյուր 3 քաղաքացուց մեկը համարվում էր աղքատ, ապա վերջին տարիներին իրավիճակը նկատելի բարելավել է։ Այսօր արդեն աղքատ է 5-ից 1-ը։ Վիճակագրական կոմիտեի տվյալով 2024 թվականին Հայաստանում աղքատությունը կազմել է 21.7%, այդ թվում ծայրահեղ աղքատությունը 0.6%։ Մեթոդաբանական վերանայումների հետևանքով այն հնարավոր չէ համադրել դրան նախորդող 2 տարիների ցուցանիշների հետ։ Այդուհանդերձ 2023-ին Հայաստանում աղքատությունը 23.7% էր կազմում, այդ թվում ծայրահեղ աղքատությունը 1.1%։ Պատասխանատու նախարարությունում վստահ են, կառավարության հնգամյա ծրագրով նախատեսված նպատակը վերացնել ծայրահեղ աղքատությունը հնարավոր է իրականացնել։ Դա ըստ նախարարի տեղակալի դառնում է առավել իրատեսական հաշվի առնելով այս տարվա դրական տնտեսական արդյունքներն ու 2026-ին սպասվող զարգացումները։ Ուրեմն ձեզ ներկայացնեմ համաշխարհային տվյալները, համաշխարհային բանկի տվյալները եւ Հայաստանի պաշտոնական տվյալները։ Տեսեք, քանի որ վերջին տվյալները դեռևս հայտնի չեն 2024 թվականի, ես կներկայացնեմ 2023-ին։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում 2023 թվականին ծայրահեղ աղքատությունը ավել էր 1%-ից։ Այնպիսի երկրներում, ինչպիսին են Իսպանիան, Իտալիան 0.8-0.9, այսինքն նախանցած տարի ծայրահեղ աղքատությունը եվրոպական երկրներում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում ավելի բարձր էր, քան անցած տարի Հայաստանում։ Դուք պատկերացնում եք, ինչպես է հնարավոր, որ ծայրահեղ աղքատությունը զարգացած երկրներում ավելի շատ լինի, քան Հայաստանում, բայց Հայաստանը գլոբալ աղքատության մակարդակով լինի Բանգլադեշին հավասար պետություն։ Այստեղ մի բան այն չէ, միտեղ մեզ խաբում են, տրամաբանություն չկա։ Ընդ որում, ես ձեզ ասեմ, որ համաշխարհային բանկը վերանայել է հաշվարկները։ Այսուհետ ծայրահեղ աղքատ է համարվում ոչ թե $2.20 ծախսողը օրական, այլ $3։ Այսինքն այսօր $3-ից օրական պակաս ծախսողը դա մոտ 1150 դրամ է անում, համարվում է ծայրահեղ աղքատ։ Եվ ինչպես է ստացվում, որ ընդամենը այս 1-1.5 տարվա ընթացքում Հայաստանը այնպես է զարգացել, որ նույնիսկ համաշխարհային բանկի վերանայումից հետո, որ ծայրահեղ աղքատության թիվը պետք է ավելաներ, որովհետև մարդկանց եկամուտները այս 1.5 տարվա ընթացքում հաստատ կրկնակի չեն ավելացել կամ այնքան, որ ծայրահեղ աղքատության թիվն այդպես նվազեր։ Մի խոսքով թվերով չծանրաբեռնեմ, ստացվում է մի խայտառակ անհամապատասխանություն։ Եվ այս կեղծիքով պաշտոնական թվերի աճ պահարություններով, սովետական Պրավդայից էլ գերազանցող, եւ ես ենթադրում եմ, որ անգամ Գեբելսյան քարոզչությունը կնախանձեր այն քարոզչությանը, որ այսօր տարվում է հմեկով, մնացած եզրակացությունը թողնում եմ ձեզ։ Պաշտոնական որևէ վիճակագրությանը հենց այնպես հալած յուղի տեղ հավատող մարդը նման է մոտավորապես այս կենդանուն։